Մեր Տիրոջ անունը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ, շնորհակալ ենք Աստծուց, որ Տերը խոսում է մեր սրտերի հետ, որովհետև երբեք Աստծո խոսքը պարապ չի խոսվում, եւ այն ամենը, որ այսօր եղբայրները խոսեցին, Աստծո խոսքի արժեքի մասին, թե ինչքան կարևոր է մեր կյանքում, որ մեր վստահությունը, մեր ապավինությունը բոլոր ժամանակներում լինի Տիրոջ խոսքը։ Եվ իրոք, ինչպես Արա եղբայրը ուղեց, որ ժամանակ, որ մեր կյանքում բացակայում է Աստծո խոսքը, կարծես ամեն բան է բացակայում։ Եվ այդտեղ մեր կյանքում լինում է թե դժվարությունները, թե նեղությունները, թե պարտությունները, թե հուսահատությունները, այսինքն ամեն վիճակները մեզ տիրում են։ Բայց երբ որ մարդը թեկուզ այդ ամեն դժվարության մեջ նայում է մի տեղ, նայում է երկինք, որտեղից որ իր օգնությունն է գալիս, նայում է Աստծո խոսքին, որ իր վստահությունը եւ ապավինությունն է, դա ամեն ժամանակ իրեն ուժ է տալիս։ Եվ սա մեր կյանքում լինում է այն ժամանակ, երբ որ իրոք Աստված առաջին տեղում է լինում մեր կյանքում։ Երբ որ Տերը ամեն բանից առաջ մենք մեր կյանքում միշտ ամեն բաներում Աստծուն ամեն ինչից առաջ ենք անում, եւ իմ եւ քո կյանքում մեր ապավինությունը, վստահությունը ամեն բաներից առավել Աստված է, դու չես կարող ուրիշ կերպ ապրել։ Դու նայում ես Տիրոջը, նայում ես իր բերանից ելած խոսքին, որը որ քեզ զորացնում եւ ապավինում է։ Ես ուզում եմ շարունակել եղբայրների խոսքը, որ Սուրբ Հոգին կարծես այնց շաղկապված տանում է մի ուղղության, որ մեր ներսում ավելի այն կառույցը, որ Աստված ուզում է կառուցի, որի վրա որ պետք է մեզ հիմնվել, որ մեր կյանքի բոլոր ընթացքներում մեզ ուղեցույց է, մեզ առաջնորդում է եւ մեզ սպանում է ամեն վիճակների եւ դժվարությունների մեջ։ Ես ուզում եմ անդրադառնալ այսօր մի կարևոր բանի, որ մեր կյանքում գոյություն ունի մի շատ կարևոր մի բան, որ կարծես ինչի նմանեցնեմ, գանձի, որ գանձի պես է, որ դա անկարելի է գնել, այս կյանքում շատ բաներ մարդիկ ձեռք են բերում փողի արժեքի գնով։ Բայց բաներ կա, որ առանց այս կյանքի արժեքների մարդը կարող է ունենալ, որ հնարավոր է ունենալ դա առանց այս երկրավոր պայքարների, ջանքերի, որ մարդիկ այսօր պայքարում են գիշեր ու զօր, որպեսզի կարողանան հասնել ինչ-որ մի բանի, որի մեջ որ իրենց կյանքը տեսնում են։ Բայց այն, որ մեզ միշտ ուժ է տալիս, այն, որ մեր կյանքի բոլոր օրերի ընթացքում մեզ կարողանում է առաջնորդել, մեզ զորացնել, մեզ մխիթարել եւ մեր հայացքը կարծես չկտրել այն նշանակակետից, որի մասին որ խոսեցին եղբայրները, դա հույսն է։ Հույսը, որովհետև հույսը մեր կյանքում այն լույսն է, որ փայլում է ամենախորը խավարի մեջ։ Երբ որ քո շուրջը խավարն է տիրում, երբ որ մեր կյանքում վիճակներն են տիրում, երբ որ թվում է, թե ամպերը չեն հեռանալու, երբ թվում է, թե մեր աղոթքներին պատասխան չկա, հայտնվել ես նման վիճակի մեջ,
երբ կարծես կյանքը կանգ է առել քո համար, որ տեսնում ես ամեն բան կարծես վերջացած է, կողքից այսպես է երևում, հենց այդ պահերին, երբ որ մենք նայում ենք, հույսը հայտնվում է մեր կյանքում այնպես, ինչպես կարծես մի նվեր։ Երբ որ մարդը չի կորցնում իր հույսը, բայց կարևոր է թե որն է քո հույսը, բայց կարևոր է թե դու ինչին ես հուսացած եւ ինչին ես ապավինում։ Այդ ժամանակ մարդը ուժ է առնում, իշքամ էլ կորցնում է, կարծես իշքամ էլ անդունդի եզրում է, միևնույնն է, այն հույսը, որ կա իր ներսում, սա պահում է, չի թողում, որ սենց ամբողջապես դու կործանվես։ Մենք պետք է ճիշտ հասկանանք, հույսը չի, որ մեր կյանքում ժխտում է բոլոր դժվարությունները։ Այլ մենք տեսնում ենք այն ցավը, որ պատել է մեզ, այն չարությունն ու անարդարությունը, երբ որ մեր շուրջն է պատում, բայց հույսը մեզ հիշեցնում է մի կարևոր բան, երբ որ այդ դժվարության մեջ ես, կարող է հիվանդությունն է քեզ սպառնում, կարող է աղքատությունը քեզ այնքան է ճնշել, որ կարծես էլ չես կարողանում հարատևել, չգիտեմ, նեղությունները, փորձությունները, դժվարությունները, տարբեր վիճակները այնքան են քո կյանքում խստացել, այնքան են խորացել քո կյանքում, բայց հույսը քեզ մի բան է ասում, որ սա վերջը չի։ Ինչի համար եւ ինչն է քո ուժը, ինչը կարա իմ եւ քո ուժը լինի, երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքին, նայում ենք Տիրոջը։ Եբրայեցիների 13-րդ գլուխ 5-րդ խոսքում հետևյալն է գրված։ Եբրայեցիների 13:5 Բնավ քեզ պիտի չթողում ու բնավ քեզ երեսե պիտի չձգեմ։ Այսքան կարևոր է, երբ որ մարդը հավատում է այս խոսքերին, ինչ վիճակ ուզում է քո կյանքում տիրի, դու երբ որ նայում ես Տիրոջ խոսքին ու հավատում ես, այս խոսքերը քո ներսը հույս են առաջացնում, այդ հույսը ունենալով, վստահությունը ունենալով Աստծո խոսքին, որ Տերը հետևյալն աղում, բնավ քեզ պիտի չթողեմ։ Այսինքն ինչ վիճակի մեջ էլ որ ընկել ես, իշքամ էլ կարծես այդ վիճակները քեզ տիրել են եւ կարծես ամեն բան կորցրել ես, բայց դու մի վստահություն ունես Աստծո հանդեպ, որ Տերը քեզ խոստացել է, բնավ քեզ պիտի չթողեմ ու բնավ քեզ երեսե պիտի չձգեմ։ Եվ երբ որ մարդը կորցնում է իր հույսը Աստծո նկատմամբ եւ իր խոսքի նկատմամբ, էլ կարծես տեղ չունենում հենվելու, ժողովուրդ ջան։ Դա համար Եբրայեցիների 10-րդ գլուխ 35 խոսքը հետևյալն է ուղում, որ իշքան կարևոր է մեր յուրաքանչյուրիս համար, այս վիճակների մեջ, այդ դժվարության մեջ, որ չկորցնել, ամուր պահել։ Ասում է, ուստի ձեզ մի ձգեք, ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Ձեզ մի ձգեք։ Երբ որ մարդը թողնում է Աստծո խոսքը եւ կարծես էլ չունի վստահություն, իր հույսը, իր ապավինությունը, Տիրոջ խոսքը չի եւ այդ ամենը մեկդի է ձգում, նա կորցնում է ամեն բան, էլ այդտեղ չես կարա դու հաղթահարես։ Դա համար Սուրբ Գիրքը ուղում ասում է, ձեզ մի ձգեք ձեր վստահությունը, իսկ ի՞նչն է քո վստահությունը։ Այսօր մարդիկ վստահում են շատերին, չէ՞, մարդու համար կարող է իր վստահությունը, իր ապավինությունը լինի ինչ-որ մեկը, որ իրան խոստացել է, չէ՞, մարդը, որ խոստացել է, այսինչ դժվարության մեջ ես քեզ կօգնեմ։ Հենց հայտնվեց այս վիճակի մեջ, մի հատ ենքավոր զանգի ինձ, ես քո կողքին եմ, ես քեզ կօգնեմ։
Բայց գալիս է պահը տեսնում ես ամենքը քեզ թողել են, անգամ այն որը որ քեզ խոստացել է, անգամ նա որ կարծես պատրաստ էր քեզ օգնելու, ինքը ունի կարիք օգնության, չէ, որովհետև ասում եմ մի վստահեք եւ մի ապավինեք ռամիկ մարդկանց կամ ազնվական մարդկանց, որոնք ինչ կանեն, խոսք կտան, չէ, բայց իրանց կյանքն էլ է կախված ինչ որ մեկից, չէ, կյանքն էլ է կախված Տիրոջից, որ նրանք էլ կարիք ունեն, եւ երբ որ ասում եմ նրանց հոգին վերցնեմ, ինչ կլինի, արդեն բոլոր այն խոստմունքները հոդս կցնդեն, ժողովուրդ ջան։ Բայց կա մեկը, որը որ խոստացել է, եւ նրա խոսքը այո եւ ամեն է, անխախտ է, ժողովուրդ ջան։ Այն խոսքը, որ դուրս է եկել Տիրոջ բերանից։ Դա համար Սուրբ Գիրքը ուղղում է հետևյալը, որ ձեզ մի ձգեք, ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Վասնզի պետք է ձեզի համբերություն, որպեսզի Աստծո կամքը քննելով խոստմունքը վայելել։ Իսկ երբ կարող ենք մենք համբերել, երբ որ մենք հույս ունենք, երբ որ դու հույսով սպասում ես, այդ բոլոր դժվարությունները համբերատար տանում ես, որովհետև գիտես, որ ժամանակավոր է, որովհետև գիտես, որ նա խոստացել է ու քեզ պիտի ազատի, որովհետև Տերը խոստացել է, որ բնավ քեզ պիտի չթողի, ու բնավ քեզ իր երեսե պիտի չձգե։ Այսինքն Տերը միշտ քեզ հետ է, Տերը միշտ քո կողքին է, ամեն դժվարության պահին միայն դու իրան նայի, միայն դու Տիրոջը վստահի, միայն դու իրեն ապավինիր։ 10-րդ գլուխ 23 խոսքը նույն Եբրայեցիների գլխի։ Անխախտ պահենք հույսի դավանությունը, անխախտ պահենք, վասնզի հավատարիմ է անիկա, որ խոստացավ։ Իսկ միայն Աստված է, որ հավատարիմ է, որ նա խոստացել է ու պիտի տա։ Դրա համար ասում է անխախտ պահենք հույսի դավանությունը, որ այսօր ամեն կերպ վիճակները փորձում է մեր մեջ եղած հույսը կոտրելու, ժողովուրդ ջան, որ մենք մեկդի ձգենք այն հույսը, այն վստահությունը, որ մենք ունենք Աստծո հանդեպ։ Երբ որ մենք նայում ենք Հոբին, Հոբի օրինակը, մենք տեսնում ենք Հոբը ինչ դժվարություններով անցավ։ Նա կորցրեց ամեն բան, ունեցվածքը, զավակները, ամենակարևորությունը, կարևորը առողջությունը, կարծես ամեն բան կորցրել էր։ Եվ ամենաթանկը մարդու համար, որ իր առողջությունն է, սա էլ էր կորցրել։ Բայց ինչ է ասում Հոբը։ 13-րդ գլուխ 15-րդ խոսք, Հոբի 13-15։ Թեև նա ինձ սպանի, բայց ես անոր կհուսամ։ Պատկերացնում եք, այս վիճակի մեջ եղող մարդու վստահությունը, որ նա հավատում է, որ Աստված իր կողքին է, նա հավատում է այս խոսքերին, որ Տերը խոստացել է բնավ քեզ իմ երեսե պիտի չձգեմ, բնավ քեզ պիտի չթողում, թեպետ վիճակը ուրիշ բան է ասում, թեպետ մենք գիտենք այս պատմությունը, հակառակորդը ինչ էր անում, փորձում էր համոզել, որ հələ այսպես արա, տես նորից քեզ կերկրպագի, քո Հոբ ծառան, տես քեզ չի թողելու, բայց Հոբը ուներ մի վստահություն, մի ապավինություն, որ ինչ որ Աստված անում է, ճշմարիտ է անում եւ նա արդար է, եւ ինչ վիճակի էլ ուզում է հասներ, միևնույն է, նա հավատում էր, որ Աստված իրեն երեսից չի ձգելու, եւ բնավ իրան պիտի չթողի, եւ Տերը պահում էր, եւ նրա վստահությունը սա էր, որ միջև վերջ իր հույսը չկոտրվեց, ամեն բան կորցրեց, բայց իր հույսը չկորցրեց, այն հույսը, այն հավատքը, որ նա ուներ Աստծո հանդեպ։ Քանի որ հույսը դա հավատքի ուղեցույցն է, ժողովուրդ ջան։ Մեկը մյուսի հետ կապված է։
Եբրայեցիս 11-ի առաջին խոսքը ասում է արդ հավատքը ինչ է հուսացած բաների հաստատությունն է հուսացած ժողովուրդ ջան եթե հույսը չկա այդ հավատքը չի արդարան չի առաջնորդի քեզ հավատք իր գործը չի ունենա քո կյանքում դրա համար ասում է արդ հուսացած բաների հաստատությունը ու չերևցած բաների ապացույցն է իրական հավատքը ժողովուրդ ջան որ դու հուսացած ես դրան թեպետ չի երևում այդ ամենը մենք նայում ենք Հոբի կյանքում թեպետ չէր երևում այդ ամենը Հոբը ամեն բան կորցրել էր չկար մի բան որի վրա որ կարող էր նա հենվեր բայց նա իր հույսը չէր կտրել Աստծուց հակառակը դավանում էր ասում էր թեպետ ինձ սպանի էլ ես անոր պիտի հուսամ որտեվ Տերը խոստացել է որ քեզ իմ երեսե պիտի չձգեմ թող իրոք Տերը մեզ ողորմություն անի որ մենք նայենք որ մեր մեծագույն հույսը դա Քրիստոսն է ժողովուրդ ջան որտեղից է հույսը գալի իմ եւ քո կյանքում որովհետև նա խաչի վրա, երբ որ մեզ նայում ենք, հիշեցնում է, որ ամենամեծ տառապանքն անգամ կարող է փոխել փրկության, որ մենք նայում ենք, որ ինչպես Հիսուսը տառապանք քաշեց խաչի վրա, բայց նա հարություն առնելով մեզ վստահություն է տալիս, որ մահը վերջը չէ Թեպետ նա մահացավ գերեզման դրվեց, բայց հարություն առավ երրորդ օրը։ Եվ Սուրբ Գիրքը ուղղում է մեզ հետևյալը, որ ինչպես Քրիստոս, այնպես է Քրիստոսիները, որ մենք այս հավատքով ենք ապրում, որ թեպետ կորցնենք ամեն բան, բայց հավատում ենք, մեր վստահությունը Տերն է, որ նրանով մենք ունենանք ամեն բան։ Ամենաթանկը եւ ամենակարևորը մեր կյանքում, ժողովուրդ ջան, որ Տիրոջից տրված է մեզ։ Հռոմեացիների 15-րդ գլուխ 13-րդ խոսքի մեջ եմ ուզում կարդալ, որ ինչպես մենք կարող ենք լցվել են հույսով իրական, ճշմարիտ հույսով։ Աշխարհիկ հույսը հիմնված է անորոշության վրա։ Այսօր աշխարհի մարդիկ իշքան բաներ ունեն, չէ՞, իրենց հույսը կապում են այս մեկի հետ, այն մեկի հետ, կամ կապում հեսա սրանից հետո այս լավ բանը կլինի, կամ այն լավ բանը կլինի, բայց գալիս է պահը հուսախաբ է լինում։ Տենում են խոսմունքը տվեցին, բայց չկատարեցին։ Տեսնում ես ինչի վրա որ դու հուսացել ես ու սպասում ես, որ լավ է լինելու, հակառակն է լինում, որովհետև անորոշության վրա է հիմնված։ Իսկ հոգևոր մարդու հույսը Հավատացյալի հույսը Աստծո վստահության վրա է ժողովուրդ ջան որ Աստված խոստացել է ու պիտի անի որ նրա խոսքը այո է եւ ոչ չի ժողովուրդ ջան եւ երբ որ քո վստահությունը լինում է Աստված եւ դու իր խոսքին ես վստահում եւ ապավինում երբեք ամոթով չես մնալու Հռոմեացիս 15:13-ը Արդ հուսո Աստված Այսինքն Աստված հուսո Աստվածն է։ Մեր Աստվածը, որ մեր կյանքում կա եւ ում ներսում որ բնակությունը հաստատվել, նա հուսո Աստվածն է, նա քո ներսը հույս է առաջացնում, այս կենթանի հույսն է դնում, իրական հավատալու եւ վստահություն ունենալու։ Դրա համար այսպես է սկսում իր խոսքը, որ արդ հուսո Աստված ձեզ լեցնե կատարյալ ուրախությունով եւ խաղաղությունով ձեր հավատքին համաձայն այսինքն մեր հավատքի համաձայն է եւ մեր հավատքի չափով է այդ ուրախությունը եւ խաղաղությունը մեր ներսում տիրում ժողովուրդ ջան երբ որ մենք մեր հույսը չենք կորցնում Աստծո խոսքի հանդեպ եւ իշքան մեր վստահությունը եւ ապավինությունը շատ է Աստծո խոսքի նկատմամբ այնքան ավելի ու շատ է ուրախությունը եւ խաղաղությունը տիրում քո կյանքում դա համար Սուրբ Գիրքը ուղղում է որ կատարյալ ուրախությունով ու խաղաղությունով ձեր հավատքի համաձայն, այսինքն մեր հավատքի համաձայն, որպեսզի ձեր հույսը առատանա, ինչպես Սուրբ Հոգիի զորությունով։ Սուրբ Հոգին զորացնելով մեր ներսը,
որ այսօր բնակությունը հաստատել ամեն մեկիս կյանքում, ժողովուրդ ջան, այստեղ Աստծո խոսքը ուղղում է, որ ասում է հույսը առատանա ինչի հանդեպ, առատանա ինչի նկատմամբ, Աստծո նկատմամբ, որ նա խոստացել է եւ պիտի անի, եւ Աստծո խոսքը այո եւ ամեն է, որ Տերը խոստացել է, որ քեզ երեսե պիտի չձգեմ, որ քեզ պիտի պահեմ նեղության օրը, ինչպես եղբայրները կարդացին, փորձության ժամանակը, երբ որ դու իմ համբերությանս խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ, եւ երբ որ մենք այս հավատքով ենք ապրում, որ մենք Տիրոջ խոսքը ամուր գրկել ենք եւ պահել ենք, այդ հույսը ամոթով չի թողում, ժողովուրդ ջան, որովհետեւ Տերն է խոստացել։ Հռոմեացիս 8:24 խոսքից եմ կարդում, մինչև 27 խոսքը։ Այս համարների շուրջ ուշադրություն դարձնենք եւ միտքս ավարտեմ ու աղոթքով կգանք։ Վասնզի հույսով փրկվեցանք, բայց հույսը երբ տեսնվի, հույսը լալե կդադարե։ Ինչպես փրկվեցանք, հույսով փրկվեցանք։ Շատ ժամանակ մարդը իրան շատ հեռու է տեսնում, այդ փրկությունը իրանից շատ հեռու է տեսնում, այն դժվարությունները, վիճակները, նեղությունները, երբ որ քեզ տիրում են, կարծես մտածում ես, որ քեզանից շատ հեռու է, որ դու կորցրել ես ամեն բան, միգուցե այդպես է չհասնես։ Երբ որ նավը գտնվում է ծովի մեջ, այդ ալիքները իշկամ շատանում են, չէ՞, բայց նավը շարժվում է այդ ալիքների վրայով, որտեղ կա հույսը, որ ափը առջևում է, որ շուտով հասնելու է։ Այնպես էլ մեր կյանքում շատ վիճակներ, շատ նման ալիքներ, երբ որ մեր կյանքում լինում է, մեր վստահությունը պետքա Տերը լինի, ինչպես Հիսուսը քայլեց ալիքների վրայով։ Եվ մենք էլ այս հավատքով պետք է ապրենք, որ Հիսուսով մենք զորանալով, մեր առջև բոլոր այն ալիքները, բոլոր այն խնդիրները, որ ծագում են, վիճակները, նեղությունները, դժվարությունները, հիվանդություն, տառապանք, ցավ, այդ ամենը միայն դու Հիսուսով կարող ես հաղթահարել։ Նայի Հիսուսին, ինչպես Պետրոսը նայեց Հիսուսին եւ քայլեց, այնպես էլ իմ եւ քո վստահությունը եւ հույսն ու ապավինությունը Տերը պետք է լինի, ժողովուրդ ջան։ Վասնզի հույսով փրկվեցանք, բայց երբ հույսը կտեսնվի, հույսը լալե կդադարե, վասնզի որևէ մեկը տեսնված բանին, ինչու պիտի հուսա, մի բան որ տեսել ես, ինչու պիտի հուսաս։ Մենք կարդացինք, թե հավատքը հուսացած բաներու եւ չերևցած բաներու ապացույցն է, մի բան որ դու չես տեսել, բայց հույս ունես, հավատում ես, որ դա այդպես է, որովհետև Տերն է խոստացել։ Իսկ եթե չտեսնված բաներուն կհուսանք, համբերությունով պիտի սպասենք անոր։ Եթե դու չես տեսել, ինչպես պետք է սպասես, ասում է համբերությունով կսպասենք անոր։ Նույնպես հոգինալ օգնության կհասնի մեր տկարություններին, քանզի ինչու եւ ինչպես աղոթելու ենք, չենք գիտեր, բայց հոգին բարեխոս կլա մեզի համար անբարբար հառաչանքով, եւ սրտեր քննողը գիտե հոգին ինչ խորել է, քանզի Աստծո կամքին համեմատ բարեխոսություն կնե սուրբերուն համար, ժողովուրդ ջան։ Իրոք թող Տերը փառավորվի, որ մենք մեր մեջ գնահատենք այն թանկը, Սուրբ Հոգին, որ այսօր մեր ներսում է, որ մեզ զորացնում է, ասում է օգնության կհասնի մեր տկարություններին, եւ ինչպես եւ ինչու աղոթելու ենք, Հոգին ներգործում է մեր ներսում, ժողովուրդ ջան։ Դա համար կարևոր է, որ վստահել եւ ապավինել Տիրոջը եւ տեղ տալ այն հոգուն, որ այսօր մեր ներսում է բնակվում, որ իմ եւ քո ներսում հույս եւ հավատք է առաջացնում Աստծո հանդեպ, իր խոսքի հանդեպ, որ Տերը խոստացել եւ վստահել է քեզ։ Դա համար հիմա մենք պետք է պատրաստվենք աղոթքի եւ աղոթք պետք է անենք բոլոր այն հոգիների համար, որոնք որ այսօր դժվարությունների մեջ են, որոնք որ այսօր փորձությունների մեջ են,
որոնք որ այսօր տարբեր վիճակները տիրել է եւ կարծես ջախջախված նայում այ ելքը չի տեսնում։ Քո ելքը Աստծո մեջ է։ Հույսդ մի կտրիր։ Հավատա Տիրոջ խոսքին, որ Տերը խոստացել է, որ քեզ իրա երեսից պիտի չձգի եւ քեզ պիտի չթողի, Տերը քո կողքին է եւ Աստված շատ մոտ է, մենակ կանչի իր անունը սրտանց։ Աղոտ կարա, որպեսի Տերը առաջնորդի, ասում է ինչու եւ ինչպես աղոթելու ենք չգիտենք, բայց հոգին մեզ օգնական կլինի, օգնության կհասնի եւ Սուրբ Հոգին այստեղ է մեզ օգնելու, մեզ առաջնորդելու, միայն մենք տեղ տանք ժողովուրդ ջան։ Եկեք աղոթքով կանգնենք Տիրոջ առաջ, մեր սիրտը բացենք Աստծո առաջ ամեն մեկս էլ։ Եվ եկեք չնայենք մեր վիճակներին, նայենք երկինք, որտեղից որ մեր օգնությունն է գալիս, որտեղից որ մեր զորությունն է գալիս, եւ մեր աղոթքը բարձրացնենք Տիրոջը ժողովուրդ ջան, աղոթք անենք։